Կառավարության նիստին ՏԿ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները։ 1 միլիարդ 634 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է ֆինանսավորել 13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագրեր։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալ պատկերն ունի. Արագածոտնի մարզ 1 ծրագիր, Արարատի մարզ 3 ծրագիր, Արմավիրի մարզ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ 2 ծրագիր, Կոտայքի մարզ 3 ծրագիր, Տավուշի մարզ 3 ծրագիր։ Այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում արդեն 7 միլիարդ 35 միլիոն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենանք 2026 թվականին պետական բյուջեից, ասաց նախարարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն աշխատանքները, որոնք կատարվել են եւ կատարվում են ֆինանսավորվող փաթեթի շրջանակում։ Դրանք են տարբեր համայնքներում ճանապարհների ասֆալտապատում, սալապատում, գազաֆիկացում, գազատարի կառուցում, մանկապարտեզի կառուցում եւ վերջինիս հարակից տարածքի բարեկարգում, մշակույթի տան նորոգում, ջրահեռացման համակարգի կառուցում, ճանապարհի եւ մայթեզրերի եզրաքարերի նորոգում եւ փոխարինում։ Երրորդ երկրներից դեպի Հայաստան ցեմենտի ներմուծումը ժամանակավոր 6 ամիս ժամկետով կսահմանափակվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ժամանակ։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հուլիսի 23-ից եւ կգործի մինչեւ 2027 թվականի հունվարի 23-ը։ Կառավարությունից նշում են, որ այս որոշման նպատակն է կանոնակարգել տեղական ցեմենտի շուկան եւ ներմուծվող ցեմենտի համար ստեղծել հավասար պայմաններ։ Իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել են տեղական շուկայում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները, ասված է որոշման հիմնավորման մեջ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիսարավ ճանապարհային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7 կիլոմետր թունելի շինարարության եւ թունելին մոտեցնող շուրջ 4 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։ Անդրադարձ է կատարվել Քաջարանի թունելի կառուցման ծրագրի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքներին։ Դիտարկվել են նաև Սիսիան-Քաջարան 60 կիլոմետր ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում կառավարման խորհրդատուի եւ ճանապարհի 27 կիլոմետր հատվածի շինարարության տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային գործընթացների առաջին փուլի արդյունքները։